բոլորին, իմ շատ սիրելի բարեկամներիս, հետևորդներիս, այնքան շատ եմ ձեզ սիրում։ Մեծ սիրով եմ պատրաստում, հավեսով, որ գիտեմ բաղադրատոմսով կիսվելու եմ նաև ձեր հետ, իմ հավատարիմ հետևորդների հետ, ավելի հավեսով եմ անում։ Այս բաղադրատոմսը ես ունեի իմ ալիքում, պատրաստել ենք խնձորով թխված կաբելիքներ, որ շատ բարձր դիտումներ ունեցավ նաև իմ ալիքում, չգիտեմ ինչու, YouTube-ը որոշեց ջնջել այդ տեսանյութը, ես նույնիսկ չէի էլ նկատել։ Իմ հետևորդներից շատ Instagram-ում, Facebook-ում միշտ գրում էին Իրա ջան, չենք գտնում ձեր թխված կաբելիքները, չենք պահպանել, տեսանյութը չկա, չենք կարողանում գտնել, հետո իրոք տեսա, որ չկա իրականում, երևի ինչ-որ խախտում է եղել, չգիտեմ, առաջներում երաժշտություններ էի օգտագործում տեսանյութերի ներքևը, իսկ հիմա հենց այդ պատճառով ոչ մի երաժշտություն չկա։ Այնպես որ պատրաստում ենք նույն թխված կաբելիքները ամենահամեղների շարքից է սիրելիներ։ Բաղադրիչները պատրաստել եմ ընդամենը 2 խնձոր, ընդամենը 2 ձու, 350 գրամ ալյուր ունենք 100 գրամ շաքարավազ, ըստ ճաշակի օգտագործելու ենք նաև ինչ էին ասում հայերենով կանելան, մի խոսքով չեմ հիշում, վանիլին, դարչին, մամա։ Դարչին, ճիշտ է, դարչին ենք օգտագործելու եւ փխրեցուցիչ ենք օգտագործելու 2 թեյի գթալ։ Իհարկե, սիրելիներս օգտագործելու ենք 2 հատ խնձոր, կարևոր չի ինչ խնձոր է, մաքրեք, կտրատեք փոքրիկ խորանարդիկների, յուղը մոռացա ասեմ, յուղ ենք օգտագործելու, ես օգտագործելու եմ ռեդի յուղ, 100 գրամ յուղ է, սիրելիներ, տեսեք, անուշ յուղ է։ Արտադրվում է Եվրոպայում, Բելգիայում է արտադրվում, Բելգիայի ապրողները ասում են, որ մենք այստեղ չենք գտնում, դե որովհետև արտադրվում է Հայաստանի համար, ուղարկվում է Հայաստան, հյուրացվում է այնտեղ, սիրելիներ, դուք էլ ձեռք բերեք, օգտագործեք, իմ թխված կաբելիքները ես համոզված եմ, որ շատ համեղ է լինելու, իհարկե յուղի փոխարեն կարող եք օգտագործել նաև կարագ, խորիստերին չի պարունակում, բուսական ծագում ունի, այնպես որ հանգիստ օգտագործեք։ Սիրելիներ, խնձորը կտրատում ենք ինչպես ցանկանում եք, ինքը խմորի մեջ կարևոր չի երևալու ինչ կտորներ է կարել, բայց շատ մանր չկտրատեք, որովհետև թխված կաբելիքի մեջ պետք է երևա մի փոքրիկ, որովհետև հենց դա է գեղեցկացնելու մեր թխված կաբելիքները։ Սկսում ենք պատրաստել խմորը, ալյուրի վրա ավելացնում ենք յուղը, ավելացնում ենք շաքարավազը, ձուն և փոշի զանգվածները, բաղադրիչները։ Շաքարավազը, ձուն, մի փոքրիկ դարչին, ըստ ճաշակի, իհարկե ես մի քիչ շատ եմ ավելացնում, մեր ընտանիքում շատ են սիրում։ Մեզ մնաց փխրեցուցիչը և վանիլին։ Ու հիմա խնամքով հավաքում ենք խմորը։ Գթալից ազատվեցինք, ձեռքերով եմ հավաքում, որպեսզի հեշտ հավաքվի։ Հավաքում ենք խմորը, տեսեք, հավաքվեց համարյա, ու ավելացնում ենք խնձորի հատիկները։ Հիմա ավելացնում ենք խնձորը, ջեռոցը միացնում ենք, ամենակարևոր պայմաններից մեկն է, 180 աստիճանում ենք թխելու, վերև ներքևը միացված, օդափոխիչը կամ միացված կամ ոչ միացված, ինչպես որ ձեզ հարմար է, որ չմիացնեք էլի կլինի, հանգիստ կարող եք միացնել կամ մի միացրեք, ինչպես որ ուզում եք, վերև ներքևը միացված, տեսեք, ինչպիսի խմոր է ստացվում, հիմա մեր թխված կաբելիքները ընդամենը գթալով վերցնելու ենք ու դնենք թավայի մեջ, այսպես գթալով մի փոքրիկ չափ եմ վերցնում, ասեցի գթալով, բայց ձեռքերել եմ օգտագործում, որովհետև ինձ ավելի հարմար է, ու այսպես փոքրիկ գնդեր ենք դնում, այդքան էլ փոքր չի, բայց այսօր մի տեսակ ամեն ինչը թարս ու շիտակ եմ ասում ու անում, որովհետև նախ շատ հոգնած եմ, չգիտեմ ովքեր որ գիտեն, չգիտեն, ես դրսում եմ աշխատում, տանն եմ աշխատում, ես միշտ աշխատում եմ, միշտ էլ աշխատելու եմ, սիրելիներ, դուք էլ աշխատեք, աշխատանքը շատ լավ բան է, օգնեք ձեր ընտանիքի անդամներին, եթե հնարավորություն ունեք, անպայման միշտ աշխատեք։ Վերջ սիրելիներ, տեսեք, ուղարկում ենք ջեռոց, պատրաստել ենք գեղեցիկ թխված կաբելիքներ, ջեռոցս լավ տաք է, 180 աստիճանում, այսօր ինձ շատ է ծիծաղեցնում։ Օրը շատ ուրախ է անցնում, երկուս հոգնած եմ, կհանդիպենք մոտավորապես 30 րոպեից։ Թխված կաբելիքներս պատրաստ են, հրաշք է, տեսեք որքան գեղեցիկ է ստացվել։
Տեսեք, սիրելիներ, հիմա շաքարի փոշի ենք ցանելու։ Դե ինձ սիրելիներ, պատրաստեցինք համեղ թխվածքաբլիթները, դարչինի և մեղրի համեղ բույով, էլ չեմ ասում, որ խնձորն ու դարչինը շատ լավ սազում են իրար հետ, տեսնեք չէ, դարչին բառը մոռացել է, իմ աղջիկը ինձ հիշեցրեց։ Սիրելիներ, թեյ, սուրճ, աշնանային այս գեղեցիկ, կարելի ասել, որ արդեն տաք ու կանկյուններ ենք փնտրում, երեկոների համար կարելի է պատրաստել և անուշ անել։ Դե ինչ հաջողություն, կարող եք պատրաստել նաև երեխաների համար, որ տանեն դպրոց իրենց միջանցիկ ուտելիքը որպես։ Այնպես որ սիրելի տատիկներ, մայրիկներ, պատրաստեք, նկարներ կուղարկեք, կասեք ինչպես է ստացվել։ Իսկ ես իրոք կսպասեմ ձեր մեկնաբանություններին։ Հաջողություն բոլորին սիրելիներս, տեսնենք համը ինչպիսին է։ Փխրուն, փափուկ, ամենակարևորը շատ համեղ։